Հիմա ամենահետաքրքիրը, տան պատերը դրեցինք, գնում ենք կապրել, իհարկե ոչ, պետք է ինժեներական համակարգներ, ջուր, հոսանք, անհրաժեշտության դեպքում նաև գազ, այսինքն խողովակներ, սիֆոններ, լարեր, ապահովիչներ, լուսարձակներ և լիքը այլ բաներ, մի քառակուսի մետրի համար ավելացնում ենք ևս 15,000 դրամ, սա ամենակարևոր հատվածն է, պետք չէ խնայել ինժեներական համակարգերի վրա, որովհետև եթե օրինակի համար պատի մեջ տրուբեն ծակվեց, աննշան ճաք տվեց, որովհետև ինքը ցածր որակի է, դա ինչի է բերելու, ճիշտ է, որ ամբողջ պատը քանդեք, զրոյից էլի հավաքեք, ինչքան դա կարժենա, հաշվեք դուք ինքներդ։ Հիմա այն անհրաժեշտ նյութերի մասին, որոնց արժեքը բավականին ցածր է, բայց միասին նրանք զգալի գումար են ավելացնում մեկ քառակուսի մետրի վրա։ Սամարեզներ, անկյուններ, անկեռներ, պտուտակներ, մեխեր, սկոչներ եւ այլն, բավականին շատ նյութեր է պահանջվում եւ եւս 3000 դրամ ավելացնում ենք մեկ քառակուսի մետրի համար։